Ընդամենը 2 օր առաջին զանգարեց ոստիկանը եւ ասաց, որ Ռոնալդոին առևանգել են, եւ ես փորձում էի պարզել, թե ով է առևանգողը այս 5-ից, բայց այդ դեպքից անցավ ընդամենը 1 օր եւ ոստիկանը զանգարեց ինձ եւ ասաց, որ այս անգամ էլ Mr. Beast-ին առևանգել են եւ ամենայն հավանականությամբ առևանգողը այս տղան է, քանի որ Mr. Beast-ի առևանգումից առաջ նա վերջին մարդն է, ում հետ տեսել են Mr. Beast-ին, սակայն այս տղան պնդում է, որ ինքը կապ չունի այդ առևանգման հետ։ Ինչպես տեսնում եք, իրոք երկուսով կանգնած էին եւ ինչ որ մեկը արված է տղայի գլխին։ Այսօր նա ինձ դիմել է, որպեսզի միասին ապացուցենք իր անմեղությունը։ Դե ինչ, դիտեք այս տեսանյութը մինչև վերջ եւ ականատես կլինեք այդ երկու անձագործություններին։ Գնացինք։ Այն ոստիկան առևանգել է Ռոնալդոին, լավ ուղղակի իրենց տնտեսախցիկների ձայնագրություններում ես կպարզեմ, թե ով է առևանգողը։ Լավ։ Ոստիկանը ուղղակեց Ռոնալդոյի տան բանկի տեսագրությունը։ Ok, միասնենք։ Օ, սա ուղղակի է Ռոնալդոյի տան բանկն է։ Հին է առևանգողը։ Կարծես թե նա տեսավ Ռոնալդոյի թիկնապահին։ Մոտենում է թիկնապահին։ Ինչ։ Թիկնապահը ուղղակի խնձոր էր գցեց ու դրանից վախեցավ առևանգողը։ Ես ինչ վախ կտա։ Լավ, իմ համար ամեն ինչ պարզ է։ Ուրեմն ոստիկան այդ 5-ին մտցրու շարիկի մեջ ու վերևից նրանց վրա քիչ տարբեր ինչ-որ ծանր իրեր, ովքեր վախեցան, ուրեմն նրանք կասկածվում են։ Լավ, ես հետևում եմ քեզ։ Ձեզ թաքուն ասեմ, որ այս բոլոր իրերը պատրաստված են պենոպլաստից ու ընդհանրապես ծանր չեն։ Ուղղակի մեզ պետք է որ այդ 5-ը իմանան, որ իբր թե ծանր է, որ վախենան։ Դե իր գնացինք։ Գցեց։ Ակ։ Օ, այս տղան վախեցավ, ինքը հələ որ կասկածվում է, քանի որ առևանգողն էր վախեցավ։ Հաջորդ ռաունդը։ Так, գցում է։ Օ, այս պատումներով մարդը վախեցավ։ Կասկածվում է էլի։ Հաջորդ իրը։ Օ, այս ինչ են պատրաստել։ Հիմա էլ այս չաղն էր վախեցավ։ Մնացին 2 հոգի։ Ռզիկ, այս տղեն վախեցավ, աղջիկը չվախեցավ, պատկերացնում եք։ Պարզ է ինձ ամեն ինչ։ Ոստիկան, ուրեմն աղջկան բաց ես թողնում, ինքը չի կասկածվում։ Լավ։ Հաջորդ տեսագրությունը։ Օ, նա գնում է։ Հանդիպես թիկնապահին։ Կռվում են նրանք։ Օ, ինչ ու դորեր, ինքով սեղանը ջարդվող։ Այսօր է գնում թիկնապահը, երևի գնում է Ռոնալդոն տանի տնից։ Արա վազելուց ընկավ գետնին ուշքը գնաց։ Լավ, ինձ ամեն ինչ պարզ է։ Ոստիկան, ուրեմն մի հատ շատ ուժեղ մարդու ես բերում ու թողը 4-ի հետ կռվի այդ մարդը։ Ով հաղթեց այդ մարդուն, ուրեմն ինքը չի կասկածվում։ Լավ։ Ով է այս ոստիկում ինչ ուժեղ մարդու է գտել։ Ուրեմն առաջինը ես մի հատ տղեն է գնում։ Ջարդեց գլուխը, ինչ է ուղից։ Հիմա այս չաղն է գնում, չաղի վերել ես ունեմ կասկածներ, որ կարող է ինքը հաղթի այս մարդուն։ Չի կարում գրկի այս չաղին շատ տաներ է։ Չկորցավ գրկի, բայց խփեց նակով դորեց։ Ես մի հալ գադում գրկել է։ Օրն սիշտ չև գցեց գետի։ Ֆրոցոս տապներով մարդը տվեց վեին։ Ինչ դորեր։ Ոստիկան, ուրեմն այս տատուներով մարդը չի կասկածվում, իրան բաց թող։ Հələ ոնց է ուրախացել տատուներով մարդը, հələ մի րոպե։ Ալա,
Ոստիկան այս պատումներով մարդուն բաց մի թող ինքը շատ է ուրախացել, բայց չգիտի, որ ինքը ռոզիսկի մեջ է։ Ինքը այդտեղ գալուց առաջ լիքը անցանքներ է գործել, եթե նրան տարիք հագիկ։ Լավ։ Հաջորդ վիդեոն։ Ապես ո՞ր է գնում։ Ու նա տեսավ, որ տեսախցիկը նկարում է իրան։ Իսկ ինչ ուժեղ պրիցել ունի, կրապես չարդ ես տեսախցիկը։ Լավ, պարզ է ամեն ինչ։ Ալո, ոստիկան հիմա նայի, փուչիկներ ես դնում ու իրանք պետք է հերթով կրակեն այդ փուչիկներին։ Ու ով ամենաշատ փուչիկը պայթացրեց, ինքը կասկածվում է։ Բայց քանի որ մեզ պետք է որ իրանք հատուկ փուստ չտան ու տրամադրված կրակեն փուչիկներին, այդ դրա համար փուչիկների կողքին դիր իրենց համար շատ կարևոր բան, որպեսզի իրենք ուզենան փուչիկին գտնեն, այլ ոչ թե փուստ տան։ Լավ։ Գնաց։ Օ, այս տղու ավտոյի վրան է դրել փուչիկները, մոլոդեց, ոստիկան լավ է մտածել է։ Կրակում է։ Ու կպավ ավտոյին։ Երկրորդն է որ կրակեց էլի կպավ ավտոյին։ Չի շատ թանկ է նստելու այդ տղու վրան, ռեմոնտը։ 3-ից 0 հատ։ Ընդհանրապես կասկածելի չի։ Առևանգողը բոլոր պատրոնները կպավ ուղիղ տեսախցիկին, իսկ ինքը ոչ մի հատ չկպավ փուչիկին։ Հաջորդ մարդը, այս չաղն է հիմա։ Իրան էլ ուտելիքներն է բերել դրել, քանի որ իր համար ամենակարևոր բանը ուտելիքներն է։ Ու կպավ ուտելիքներին, երկրորդը։ Կպավ իր կնոջ նկարին։ Էլի 3-ից 0 հատ։ Հիմա այս տղեն է։ Հուսով եմ ինքը կգտնի ու կկասկածվի։ Էլի սաղ փուստ է տվեց։ Լավ, հետաքրքիր է։ Ոստիկան, այս անգամ ոչ մեկ չի գնում տուն, քանի որ ոչ մեկ չկպավ փուչիկին։ Հաջորդ վիդեոն ենք նայել։ Լավ։ Օ, առևանգողը մտավ Ռոնալդոյի սենյակ։ Ռոնալդոն քնած է։ Էդ ինչ է իր ձեռքում։ Օ, Ռոնալդոին քնացրեց։ Օ, նա տանում է Ռոնալդոին։ Օ, լազերներով սենյակը հաստատ չի կարող անցնի առևանգողը։ Օ, լավ է անցնում է Ռոնալդոին է կերկոց։ Լավ, ինձ ամեն ինչ պարզ է։ Ալո, ոստիկան, քանի որ առևանգողը ծանր Ռոնալդոին կերկոց անցավ այդ լազերների միջով, հիմա դու մի հատ այնց առաջադրանք ես կազմակերպում, որ այդ դրանք հերթով ինչ-որ ծանր բան կերկած, պետք է անցնեն էլի տենց ինչ-որ բարդ ճանապարհ։ Ով առաջինը անցավ, ինքը կասկածվում է։ Լավ։ Так, նայում ենք։ Օ, այծիկների ա տվել, որ գրկեն, որտեղ Ռոնալդոին համեմատում են այծերի հետ։ Так։ Օ, այս չաղը առաջինն է անցնում, ոնց որ թե։ Օ, էլի չաղը ամենաառաջինն անցավ, որ ինչ գոլ խփեց էլը։ Օ, երկրորդն էլ էստեղ են անցավ, երրորդը փոս տվեց։ Պարզ ամեն ինչ։ Ալո, ոստիկան բաց թող այդ երրորդ տղուն։ Լավ։ Մնացին երկուսով, տեսնես ես սենց ծապ առևանգողը։ Դիտենք հաջորդ վիդեոն։ Օ, նա տանում է Ռոնալդոին։ Ոտը մտավ թակարդի մեջ, կլեով կպել է։ Օ, կլեն տենց կպած գնում է։ Դանակ էր վանեց։ Խոզատեց իրան։
Լավ, ամեն ինչ պարզ է։ Ալո, ոստիկան, ուրեմն դրանք պիտի կլեի միջով անցնեն, ով անցավ կասկածվում է։ Հա, լսի, բայց այն տատուներով մարդուն է բեր, ես նոր հասկացա, որ ինքը խարդախություն է արել, քանի որ հատուկ ձեռնոց էր հագել, դրա համար կարողացավ հաղթի այն մարդուն։ Ու նորվա տղուն է բեր, թող անցնի, ես մի քիչ իրան կասկածում եմ ուներ։ Լավ։ Նայում ենք։ Так, այս տղեն առաջինը գնում, ինգով կլեի մեջ։ Պարտվո, հիմա չաղնա։ Էլինգով։ Բայց ոնց որ ուզում է դուրս գա։ Հա, չէ։ Հիմա ես մյուս տղենա։ Օրելի կպով կլեին։ Այս տատուներով մարդն է, որ էլին հետ է եկել։ Օրեսիշ ձև ոնցով, օպշոտ եմ, նա ես թվում է զանգելու կարիք չկա, կհասկանա, որ պետք է այս մարդուն բաց թողի։ Հաջորդ վիդեոն նայենք։ Տոք դրեց ավտոն Ռոնալդոին։ Ավտոն չի աշխատում, ոնց որ թե չի կարում տանի։ Մենակ չասես, որ ավտոն քաշելով է տանում։ Ոնց։ Լավ, ամեն ինչ պարզ է։ Ոստիկան, նրանք պետք է ավտո քաշեն ու ով առաջինը հասավ ֆինիշին, նա կասկածվում է։ Լավ։ Так, նայում ենք։ Ու ինչ հավասար ենք հոշում։ Լով եք հոշում ենք ես ծոներ ավտոն։ Հավասար ասան ֆինիշին, մեզ կերկնություն է պետք։ Լրիվ հավասար էր։ Ոստիկան ոչ մեկ դուրս չի գալիս, քանի որ երկուսը հավասար էին։ Մյուս զապիսն ենք նայում։ Լավ։ Так, միացրիք։ Ես ինչ չեն միացնում։ Ալո, ոչ եք միացնում։ Ոնց թե ջնջվել է զապիսները։ Լավ, ուրեմն այդ երկուսին տար ու ճշմարտության ապարատ կցել նրանց ու հարցեր, ու ուտես պարզի թե իրանցից ով է առևանգողը։ Լավ։ Ինչպես տեսակ զապիսների կեսը ջնջել էր առևանգողը։ Մոռացեք ես ասեմ ինչ հարցեր պետք է տաս։ Ուրեմն, չաղին հարցրու, արդյոք ինքը Մեսսին ամենալավ ֆուտբոլիստն է համարում։ Ասաց հա։ Ու ճիշտ է։ Մեսսին է սիրում, կարող է ինքն է։ Լավ։ Հիմա այն մյուս տղուն հարցրա թե արդյոք ինքը Ռոնալդոյի ամենամեծ ֆանատն է։ Ասաց հա։ Օ, սուպեր ասում։ Ոսկոցելի է։ Հիմա չաղին հարցրա ինքը կապ ունի Ռոնալդոյի առևանգման հետ։ Ասաց որ չէ։ Օ, ճիշտ է, ինքը կապ չունի։ Հիմա այս տղեն է, դե պարզ է, թե չաղը չի ունեմ, այս տղեն պետք է որ լինի։ Հիմա այս տղուն հարցրա։ Օ, ասաց չէ, ինքն էլ կապ չունի։ Սուտ է, ինքն է առևանգողը, հենց հիմա դրան տարիք գցեք բերդ թփտի։ Լավ։ Օ, այս չաղախյա գնաց է ոստիկանի մոտ։ Ինչ ձերն է ավտոյի բագաժնիկից։ Հլը բաց։ Ռոնալդոն։ Ինչ ոստիկաններ փոխցրել։ Ալո, ոստիկանին տարեք են տղուն բաց թողեք։ Լավ։
Ռոնալդոն արդեն ապահով է։ Ես մտածում էի, թե ամեն ինչ նորմալ է, բայց անցավ ընդամենը 1 օր եւ ինձ կրկին զանգեց ոստիկանը եւ ասաց, որ Ռոնալդոին սպանել են, պատկերացնում եք։ Դե եկեք բարձենք այս անգամ էլ թե ով է մեր սիրելի ֆուտբոլիստին սպանել։ Գնացինք։ Հասմիտ, ո՞նց է սպանել Ռոնալդոին։ Հենց հիմա ուղղակի բոլոր փաստերը ես բացայտեմ թե ով է սպանել Ռոնալդոին։ Հենց հիմա, լավ։ Ահա, Ստիվը ուղարկեց վիդեոն, մի պատասխանից ինչ վիդեո է։ Ռոնալդոյի տան տեսախցիկների վիդեոն է։ Նայում ենք։ Այս 6 հոգուց մեկն է Ռոնալդոյին սպանել։ Օրվա վերջում մենք անպայման կպարզենք թե ով է սպանել Ռոնալդոյին։ Ուրեմն դիտում ենք առաջին տեսանյութ։ Օ, Ռոնալդոն ուղղակի ֆուտբոլ է խաղում իր բակում, ոչ մի տարօրինակ բան։ Լավ էլ գոլ է ախքում։ Այս վերջինը փուստ տվեց։ Հենա մարդասպանը։ Սպասում է ավտոմեքենայի հետևում, որ սպանի Ռոնալդոյին։ Այդ ինչու մարդասպանի ձեռքում։ Շատ տարօրինակ պուտ է։ Օ, Ռոնալդոյի ձեռքից գնդակը գլորվեց։ Ռոնալդո գնա վերցրու գնդակը։ Так։ Ռոնալդոն մազով քրկվեց այդ գնդակն էր քրկես Ռոնալդոյին։ Օ, մարդասպանը փախնում է մեքենայով, Ռոնալդո վազի։ Որից ինչ ուժեղ է քշում ես մարդասպանը ովտում։ Շոկ նով է քշում։ Լավ, ինձ այսքանով ամեն ինչ պարզ է։ Ստիվ, հենց հիմա մի հատ առաջադրանք ես կազմակերպում ու իրանք ես 6 հոգով պետքա հերթով քշեն մեքենան ու անցնեն մի հատ մանիկեն տեղիր, որ կողքով անցնեն ու ով ավելի արագ ու հստակ արեց ու մանիկենը ինչ գցեց ավտոյի տակ, ուրեմն իրա կողքը պլյուս դիր, ինքը մեր մոտ ամենակասկածելին է։ Դե, ես հետևում եմ քեզ, գնացինք։ Так, ուրեմն նայում ենք, թե ով կանցնի առաջադրանքը։ Գնացինք։ Ես լսել եմ, որ այս դաջվածքներում մարդասպան է աշխատում։ Այս խիղճ տատուց թե ինչ գործ ունի։ Տատին ո՞նց էր Ռոնալդոն։ Առաջինը չանձն ասկացում։ Դե, օրույս ինչ հորես տվեց սաղ ծխեց ովտում։ Հաջորդը ես տղեն է։ Ուրեմն գնաց։ Ինչ կրի այնում աղա գնում։ Շատ դանդաղ գնում։ Անցավ առաջադրանքը, բայց ախավոր դանդաղ էր գնաց, մարդասպանը շատ արագ էր անցավ։ Հələ ոչ չէ։ Հիմա ես Ռիկոն է, դու ես նինա։ Օջա, ինչ արագ էր անցավ։ Հələ որ ամենակասկածելին ես է, որտեղ մարդասպանը ես նույն արագությամբ ու ես նույն տարբերությամբ էր անցավ։ Մայք, հիմա քո հերթն է։ Դե, տեսնենք։ Չէ, ինչ չէ, ես էլ չի աստ։ Ուրեմն տատիի հետն ես, որտի ժամանն եմ, տատին ապը կշել դիտի։ Տատի ծխեց ինչ կոր, ես դիտի, որ տատին հետ չունի։ Հիմա ես վերջի տղեն է։ Так։ Օլ, որ վստահ հասկսել, չարդեց մանիկենին։ Իմ համար ամեն ինչ պարզ է։ Ալո Ստիվ, ամենակասկածելին տեիցին Ռիկոն է, այդ դրան ուշադիր ես լինում, ինձ թվում է այդ սպանել Ռոնալդոյին։ Так, ուրեմն Ռոնալդոն անցավ մեծ։ Օ, մարդասպանն էլ է հետևից գալիս, չէ։ Մարդասպանն էլ անցավ։ Так, Ռոնալդոն չի տեսել, որ մարդասպանը մտել է տուն։ Թուրը վերցրեց մարդասպանը, նույնակ թերով։ Չէ։ Այո, կռացավ Ռոնալդոն, բայց կապես լուստրան քչեց գետին։ Իսկ ինչ լարված է։ Լավ, ստոպ։ Ալո, Ստիվ, իմ համար ամեն ինչ պարզ է։ Հաջորդ առաջադրանքը իրանք հերթով պետքա ծմերուկները թրով կիսել։ Ում ամենալավը կիսեց ծմերուկները, ուրեմն ինքը կասկածելի է, որովհետև մարդ պետք է շատ ուժ ունենա, որ կարողանա այդ լուստրան
կտրի ու սկսի։ Ուրեմն առաջինը սկսում է այստեղ են գնացինք նայում ենք։ Օ, 3-ից 2 հատը կիսեց։ Կոստացելի է։ Հիմա այս մյուս տեղն է։ Առաջինը փոց տվեց, հաջորդ երկուսը կիսեց։ Հիմա այս վախենալու մարդն է։ Ոք, ինչ թվում է 3-ն էլ կիսի սեղանն էլ է կիսի։ Երեքն էլ իդեալական կիսեց, շատ նման է մարդասպանին։ Այս չաղը լրիվ փուստեր կվեց։ Հիմա չաղից պրծանք, հիմա նիհարի երդնա։ Так։ Ինչ չեր արեց։ Ինչ թույլի կա։ Լավ, ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ալը, Ստիվ, այն չաղին բաց թող գնա, ինքը չի կասկածվում։ Իսկ ամենակասկածելին այն մարդասպանին ահավոր նման ու ես մարդն է։ Լավ։ Так, շարունակում ենք։ Նույնպես, այս Ռիկոյի հագնում ես ինչ շոր է։ Արով ենք նա մարդասպանը։ Եղոք այդ շորն է հագում։ Լավ, հետաքրքիր է, այս առանձնակի ուշադրությամբ հետևում ես սրան։ Հաջորդ տեսագրությունն ունենք, գնացինք։ Օ, Ռոնալդոն արձակվեց մարդասպանի վրա։ Գցեց։ Օ, բռնվեց մարդասպանը։ Իսկ երկար է բռնված մնում։ Լավ, իմ համար ամեն ինչ բարձր է գնում ենք առաջ։ Ստիվ, իմ համար ամեն ինչ բարձր է, քանի որ մարդասպանը շատ երկար եւ ամուր բռնված էր, դրա համար այդ կասկածյալները հերթով նստում են էլեկտրական ձիուկի վրա ու ով ամենաերկարը մնաց վրան ձիուկի ու ամենաուշը ընկավ, ինքը ամենակասկածյալն է։ Լավ, ուրեմն առաջինը մեր այս պայդրությամբ ամենակասկածյալ այս ալվոր մարդն է, գնացինք։ Ուրա լավ էլ բռնվում է, շատ կասկածելի է, մարդասպանն էլ սենց երկար էր մնաց բռնված։ Ու 18 վայրկյան բռնված մնաց։ Հիմա այս երկար մազերով տղան է։ Ու, այս հիմա շատ լավ բռնվում։ Դե։ Իմ տավարի ռեկորդը անցավ 19 վայրկյան, այս ավելի կասկածելի է, տող։ Հիմա այս հաջորդ տղան է։ Այս չտա օրինակ ձև է բռնվել։ Ընդամենը 12 վայրկյան, անկասկած ինքը չի։ Հիմա Ռիկոն է։ 2 վայրկյան ընդամենը հաստատ ինքը չի։ Լավ, իմ համար ամեն ինչ պարզ է, ուրա երրորդս։ Ստիվ, ուրեմն ամենակասկածելին են երկար մազերով տղին է, որ 19 վայրկյան մնաց։ Իսկ Ռիկոյին բաց թող գնա, հաստատ ինքը չի, 2 վայրկյան ընդամենը բռնվեց։ Դիտում ենք հաջորդ տեսագրությունը, գնացինք։ Օ, այդքան երկար բռնվելուց հետո բարձրացավ վերև։ Օ, մտան Ռոնալդոյի մարզվելու սենյակը։ Գնդակով խփում է Ռոնալդոյին։ 3 անգամ խփեց, 3 անգամն էլ կպավ ուղիղ գլխին։ Լավ, իմ համար ամեն ինչ պարզ է։ Ուրեմն Ստիվ, հաջորդ առաջադրանքը։ Դու սենց կլոր բաներ ես դնում ու նրանք պետք է հերթով կացիններ շպրտեն։ Ով 3 փորձից ամենաշատը կպավ հենց այդ կլորի մեջտեղին, ինքը կասկածյալն է։ Ուրեմն, այստեղ են առաջինը։ Առաջինը շպրտեց, ու, ինչ լավ խփեց։ Երկրորդն էլ կպավ։ Առանց նայելու է շպրտում երրորդը։ Առանց նայել մեկը կպավ։ Հիմա այս ալվոր մարդն է։ Ինձ թվում է 3-ից 3 խփելու է։ Ես ճիշտ էի, 3-ից 3 էլի խփեց։ Հիմա այս նիհար յադեն է, ինչ չթվում է էսի խփի։ Առաջինը post, երկրորդը post, երրորդն էլ
տեսեք, որ ասում էի, ուրեմն Ստիվ բաց թողեց նիհարտեղուն հաստատ ինքը չէ, իսկ ամենակասկածելին այն երկար մազերով տրն է։ Լավ։ Դիտում ենք հաջորդ տեսագրությունը։ Օ, Ռոնալդոն փակվել է սենյակում ու մարդասպան չի կարողանում բացի դուռը։ Ռոնալդոյի մոտ հեռախոս կա, զանգի ոստիկանություն հենց հիմա Ռոնալդո։ Օ, ոստիկանը արդեն ստեղ է։ Շատ լավ, այսա կձերբակալի մարդասպանին։ Ինչ? Մարդասպանն ու ոստիկանը ծանոթ են։ Նրանք ուզում են խաբեն Ռոնալդոյին։ Ռոնալդոն դուրս եկավ ու բռնեցին նրան։ Չէ, Ստիվ, հələ մի անջատի վիդեոն, ես ուզում եմ մինչև վերջ նայեմ։ Մի անջատի։ Օ, ուզում եմ մարդասպանը իր դեմքը բացի։ Հիմա մենք բոլորով կիմանանք ով է մարդասպանը։ Հենց հիմա ստոպ տուր վիդեոն իջի կոմենտների բաժնում ու գրի թե ըստ քեզ ով է մարդասպանը։ Так։ Ես Ոնց Ստիվ, դու ես մարդասպանը, դու ես սպանել Ռոնալդոյին։ Սպասում եմ։ Ստիվը ասաց, որ հենց հիմա ինքը բացատրություն կտա։ Ինչ? Ես իսկական Ռոնալդոն չէ։ Ստիվ նա կարա բացատրես տեղ ինչա կատարվում։ Հասկացա, լավ։ Ստիվը ինձ ասաց, որ ինքը այս ամենը կազմակերպել էր նրա համար, որ այս վիդեոն ուղարկեր Մեսսիին, ու Մեսսին իմանար, որ ինքը ամենալավն է, քանի որ Ստիվը Մեսսին է սիրում։ Այսօր ինձ զանգահարեցին եւ ասացին, որ Մr. Beast-ին առևանգել են եւ ամենայն ամենականությամբ առևանգողը այս տղան է, քանի որ Mr. Beast-ի առևանգումից առաջ նա վերջին մարդն է, ում հետ տեսել են Mr. Beast-ին։ Սակայն այս տղան պնդում է, որ ինքը կապ չունի այդ առևանգման հետ։ Ինչպես տեսնում եք, իրոք երկուսով կանգնած էին եւ ինչ որ մեկը արված է տղայի գլխին։ Այսօր նա ինձ դիմել է, որպեսզի միասին ապացուցենք իր անմեղությունը։ Դե ինչ, դիտիր այս տեսանյութը մինչև վերջ եւ կիմանաս թե ով է առևանգել Mr. Beast-ին։ Գնացինք։ Ալո։ Ո՞նց կառավանգել են Mr. Beast-ին։ Հենց հիմա ուղարկել նրա տեսախցիկների ձայնագրությունները ու ես պարզ եմ թե ով առավանգել աշխարհի ամենահայտնի յութուբերին։ Լավ։ Ահա ուղարկեցին տեսախցիկների ձայնագրությունները։ Օրվա վերջում մենք անպայման կպարզենք թե ով է առավանգել Mr. Beast-ին։ Միացնում ենք։ Օ, առավանգող Mr. Beast-ի աշխատավայրի մոտ է։ Մտավ ներս։ Ո՞նց կարողացավ դուրը բացի։ Սիգնալիզացիան միացավ, հեսա անպայման ոստիկանները կգան ու կբռնեն նրան։ Որ միացել է սիգնալիզացիան։ Չէ, նա կտրեց սիգնալիզացիան լարը։ Շատ խելացի է։ Օ, նա դեպի մաբատում է բգում։ Շողերը փոխեց։ Ջարդում է ամեն ինչ աչուծաղ։ Ինչի՞։ Ով վիրեց ամեն ինչ։ Ու դիմակը հանում է, մենք հենց հիմա կիմանանք թե ով է առևանգել Mr. Beast-ին։ Օ, դա Մայքն է, Մայքը աշխատում է գաղտնի գործակալությունում ու նա բռնում է հանցագործներին եւ բայց այս անգամ ինքն է հանցագործություն անում, քանի որ փողացել է Mr. Beast-ին։ Բայց ո՞նց բռնենք նրան։ Քանի որ ինքը գաղտնի գործակալ է, իրեն գտնում է տենց հեշտ չի։ Լավ, ես միտք ունեմ։ Ինչպես ասացի, նա գաղտնի գործակալ է ու բռնում է հանցագործներին ու նրանց այդ պատճառով ես այս տղաներին հիմա կզանգեմ ու կասեմ, որ նրանք ինչ որ հանցագործություն անեն, որպեսզի Մայքն ընկնի նրանց հետևից ցանկանա բռնել։ Բայց իրականում կլինի հակառակը ու մենք կբռնենք Մայքին ու կիմանանք թե ինչ է առավանգել Mr. Beast-ին։ Դե զանգում։ Ալո։ Այդտեղ լսի, հիմա նայ ինչ որ հանցագործություն եք անում, օրինակի համար ոստիկանին ավտոգողացեք, որ Մայքը գա ձեր հետևից ու իրան բռնեք։ Լավ։ Տաղը հն ոստիկանի մոտ են։ Պոնչիկով ուզում են շեղեն ոստիկանին, որ գողան են ավտոն։ Դե, աշխատեց ոստիկանը գնաց Պոնչիկի հետևից։ Գողաց հովտում։
Ես ճիշտ եմ, Մայքը իրենց հետևից գալիս է ու ուզում է բռնի նրանց։ Դուրս եկան ավտոյից։ Օ, փախավ էս տղեն, Մայքն իր հետևից է գնում։ Իսկ չեն անում իրար հետևից են վազում։ Չաղեկա դեզադորը փչեց աչքի մեջ։ Ձերբակալ եք դրան։ Հիմա կտանեն ոստիկանություն ու ասեն, որ ինքն է գողացել ինձ կրկից։ Так, տավան։ Ինչ ասում ես Մայքը։ Ասել Մայքը չէր։ Մայքը ասում է, որ ինքը իրականում գնացել էր այդտեղ, որ գտներ իսկական առևանգողին, որ այսինքն ինքը չէր առևանգողը։ Ալո։ Այդտեղ մի բան արա, տեսակցիկների ձայնագրությունները միացրում ու ուրիշ բան փորձում գտնել։ Լավ։ Օ Մայք գնաց։ Օր զուբիլի մեջ էր իսկան ժամանակ առևանգողը։ Լավ էլ թաքնում է։ Պետք չէ եկավ դուրս։ Ինչ-որ թուղթ է։ Դպրոցի տնային աշխատանք է, ես օմորով աշխատանք ունեմ։ Լավ, ես հիմա չեմ չարժանալ։ Լսի այդտեղա, նա ինչ ես անում, գնա դպրոց ու աշակերտների ձեռագրերը համեմատի այդ թղթի վրայի ձեռագրի հետ։ Ումը որ համընկներ, ուրեմն ինքը առևանգողն է։ Լավ։ Հիմա նա կգնա դպրոց ու ձեռագրերը կհամեմատի։ Այս ինչ ջղոին դասատույա։ Ասում ա կասեմ ում ձեռագիրն է, եթե քիմիական էքսպերիմենտ աներ։ Տավ տեսնին կարենա։ Իսկ ինչ էր տրոքեց։ Ջղայնացավ ու հասած ուսուցիչ է։ Ալո։ Լսի ոչինչ, թաքուն մտի իր ասին մեկ ու գտի այդ աշակերտների վիրավորները և համեմատի բերել։ Լավ։ Մտավ։ Մտավ վիրավորները։ Համեմատի թե։ Առաջինը նման չէր։ Երկրորդը։ Նույնն է, այսինքն այս վիրավորումն է, ինքն է առևանգողը։ Ալո։ Հենց հիմա իմացի է ում վիրավորն է ու իրան գնա ձերբակալի։ Լավ։ Ուսուցիչը եկավ փախի տեղից։ Ախավ։ Այդ դասերը ավարտվել են, այս առևանգողը դպրոցում չի մնում, քանի որ ինքը աշակերտ կա։ Ես գիտեմ։ Ալո։ Լսի, այդ տղեն դասերից հետո հիմնականում գնում է կաֆե, ես հասցնում որտեղ գնում է կաֆե։ Լավ։ Օ, հասավ կաֆե։ Ունդեղ է այդ տղեն, բռնի դրան։ Ինչ ասում է տղեն։ Ասում է, որ ինքը հետ իրան վիրավորը թողել էր դասարանում ու ինչ-որ մեկը գողացել է։ Այսինքն ինքը չի։ Հələ մի րոպե։ Եթե ինքը թուղթը թողել էր դասարանում, այդ ուսուցիչները չէր ուզում տար այդ թուղթը։ Այսինքն ինքը չէր ուզում, որ մենք իմանայինք, թե ով է առևանգողը։ Կարող է ուսուցիչն է։ Շարունակում ենք դիտել տեսակցիկների ձայնագրությունները։ Օ, առևանգողը կռվում է անվտանգության աշխատողի հետ։ Փախնում է։ Ոստիկանը լավ էլ թաքնվեց։ Առևանգողը խփեց գլխին ախ։ Ոչ ոնց գտավ լավ էլ թաքնվել էր։ Լավ, ես միտք ունեմ։ Ալո, այդ տղան հայ գնում ես այդ դասարանի աշակերտների մոտ ու նրանց առաջարկում ես օրինակ $1 միլիոն, բայց ասում ես, որ այդ գումարը աղթելու համար նրանք պետքա առաջադրանք անցնեն։ Առաջադրանքը հետևյալն է։ Դնում ես ձմերուկներ մի քանի հատ ու մի հատ մարդու գլուխ, որը ձմերուկի նման է։ Ով աշակերտներից հարվածեց մարդու գլխին, նա կասկածվում է, քանի որ առևանգողն էլ շատ հեշտությամբ գտավ մարդու գլուխը։
Լավ։ Նայում ենք։ Так, առաջինը չէ, սխալ ձմերուկի խփեց, ինքը չի կասկածվում, հաջորդը։ Ոյ, չէ, ինձ թվաց խփեսա գլխին, ես էլ սխալվեց։ Հիմա ես մեծ տղեն ա մուսկուլներով։ Ճիշտ է, գուշակի կանգնացրեք։ Նովա չխփեց գլխին։ Ինքը կասկածվում է։ Ալո, նստեցրա ավտոն տար։ Որը բարձրախոս էր դրել, լսեց այդ տղեն։ Հողնում է, չգիտեի, որ այս տղեն բարձրախոսով է խոսում, ու այդ տղեն ամեն ինչ լսեց։ Բռնի դրան։ Ես ինչ ասում։ Այս տղեն ասում է, որ ինքը չի գողացել բիստին։ Բախի է փախնում։ Ասում է, որ ինքը ընդամենը այն տղայի տնային աշխատանքներ գողացել ու ցանկանում էր արտագրել, որ բարձր գնահատական ստանա։ Օրա շշով ուզում է խփի գլխին։ Իսկ մեր խփեց։ Էլի ծուր էր խփեց։ Իսկ ուզում է սրանով խփի։ Էլի ծուր էր խփեց։ Իսկ այսի։ Չնայած Ալո, լսի դրան բաց թող գնա, գիտես ինչի, որովհետև առևանգողը մի հարվածից քեզ խփեց ու քեզ անջատեց, իսկ այս տղեն 4 փորձ արեց ու ոչ մի հատ չկարողացավ խփի գլխի։ Լավ։ Իսկ մենք դիտենք հաջորդ տեսագրությունները, կարող է մեկ բան պարզենք։ Так։ Օ, միստր Բիստն է, հողնում է։ Առևանգողը գցեց իր ձեռքի ձեռնաշղթաներ, դրանք օրիգինալ ոստիկանության ձեռնաշղթաներ են, այսինքն առևանգողը ոստիկան է։ Միստր Բիստը ինչ-որ բաներ է լսնում աստիճաններին։ Կպավ, առևանգողը կպավ ու չի կարողանում բարձրանալ։ Լավ, ես հասկացա ինչ արժանալ։ Ալո, լսի, այս առևանգողը ոստիկան է, որովհետև իր գրպանից ընկած ձեռնաշղթաները օրիգինալ ոստիկանական ձեռնաշղթաներ են։ Գնում ես ոստիկանություն ու ոստիկաններին, ինչ ասես, խափի ասա, որ ինչ-որ տարվա ոստիկան մրցանակաբաշխություն կա ու դրանում հաղթելու համար նրանք պետք է ինչ-որ առաջադրանք անցնեն։ Ու դրանց տար մի հատ աստիճաններ դիր ու դրանց վրա ինչ-որ հեղուկ լցրու ու նրանք պետք է այդ աստիճաններով բարձրանան, ով չկարողացավ բարձրանա, բռնի տար ոստիկանություն։ Լավ։ Խափում եմ։ Հավատացին, տեսեք ինչ էի մտածում։ Տեսնենք։ Так, բարձրանում է։ Սաղաց։ Իսկ ինչ էր ոլրցրել։ Ինգով ջուրը։ Հետա գալիս։ Ինչ հավասար պայքարով կհաղթի։ Դե։ Օ, արդյոք ես ոստիկանն է։ Չույս տվեց իր ձեռնաշղթաները։ Ասրան այդ ինքը չի, որովհետև ամեն ոստիկան մի ձեռնաշղթա ունի։ Ալո, լսի ուրեմն ես նայեցի նոր տեսախցիկներով ու տեսա, որ առևանգողը գրպանից շոկոլադ է գցել։ Գնա գտի այդ շոկոլադը ու ոնց է չլինի այդ շոկոլադի վրա ինչ-որ մատնահետքեր կամ DNT թեստ թողած կլինի, դու վերցնենք ու կստուգենք ու բոլոր կասկածյալներին հավաքի ու համեմատի DNT թեստերը։ Լավ։ Շատ շուտով կիմանանք ով առևանգողը։ Մտնում է զիբիլի ամանը։ Կռիսները հլը։ Ահա հենա շոկոլադը վերցրու։ Ահա վերցրեց։ Մի մասը կծծողից շատ լավ է, այսինքն եթե կծել են թքի DNT են թողել, թքով մենք կարողանանք գտնել թե ով է առևանգողը։
Հիմա հերթով ամեմատի սավի հետ։ Թուքը վերցնում են, մտցնում են այդ հեղուկի մեջ, եթե կարմրեց, ուրեմն համընկն է լավ։ Так, Մայքին է։ Չէ, մեղավոր չէ Մայքը։ Ես մեծ տղեն է։ Մեղավոր չի։ Հիմա ոստիկանը։ Ու էլի մեղավոր չի։ Էս տղեն է։ Մեղավոր չի։ Ինչպես տեսակ բոլորը անմեղ են։ Էս ինչ է ասում ես տղեն։ Ասում է որ մի հատ էլ էս վարդագույն շարերով տղուն փորձենք։ Բայց ճիշտ է ասում ես, տղեն ինձ առաջարկել է որ միասին իրեն օգնեմ որ ապացուցի իր անմեղությունը, բայց կարող է իրոք ինքը մեղավոր է։ Հենց հիմա լարա։ Կարբերեց, այսինքն ինքն առևանգել Մr. Beast ինքան որ դնեթե թեստերը միմյանց համապատասխանեցին, ձերբակալեք դրան։ Ինչ, նա պնդում է, որ ինքը մեղավոր չի։ Չգիտեմ, բայց ես նրան հավատում եմ, սակայն փաստերը ուրիշ բան են խոսում։ Չաղ տղեն է տուր է գնում։ Մի րոպե, բոլոր կասկածյալները հավաքված են մի մեքենայի մոտ, բայց իրանք ծանոթ չեն։ Տեղ մի բան են չի, հլը մի րոպե։ Չաղ, մի հատ թաքուն լսի, թե դրանք ինչ են քննարկում։ Լավ, նա մոտենում է։ Ալո։ Ասում քննարկում են, թե իրանց արած գործի համար ով ինչքան փող է ստանալու։ Լավ, այսինքն նրանք բոլորը մասնակից են Mr. Beast-ի առևանգման մեջ։ Ալո, Չաղ, լսի ուրեմն, մի բան հիմա մտածում ես, ոնց կարանք ապացուցենք իրանց մեղավորությունը, մինչև ես քեզ զանգեմ։ Լավ։ Արա, այս տղեն տխուր նստած է, մեղք գալիս է, չէ որ ինքը մեղք չունի։ Իտում է զանգել ոստիկանը։ Այն տղեն լսում է թաքուն։ Ինչ է խոսում։ Ոստիկանը զանգելը պահանջում է, որ իր գումարը շատացնեն, քանի որ իր արած գործը շատ վտանգավոր է։ Այսինքն ոստիկանն էլ է մեղավոր։ Բա ոնց ոչ մի կասկածյալի դնեթե չհամապատասխանեց։ Մի րոպե։ Ալո, Չաղ, նայ, ուրեմն տորտ տար, բանտ, ու տորթի մեջ հենց երկաթից ընենց բան դիր, որ կարողանա դուռը բացի։ Ու ոստիկանի խափի ասա, որ այսօր այդ տղու ծննդյան օրն է, ինքը հաստատ կթողնի, որ տորթը փոխանցես իրան։ Լավ։ Ըհն գնաց։ Ոստիկանն է խափում։ Հավատաց ոստիկանը։ Ըհն այս տղեն սկսեց ուտել տորթը։ Ես ոնց է ուտում։ Գտավ երկաթը, հեսա դուրս կգա հաստատ, ըհն փորձում է։ Դուռը բացվեց։ Շատ լավ է։ Ոստիկանը եկավ։ Ինչ պետք է անի։ Խափեց ասած տորթը պոնչիկի համովա, չէ որ ոստիկանները պոնչիկ շատ են սիրում։ Ոստիկանը մտավ։ Փակեց դուռը ոստիկանի վրա։ Այ տենց գնա դե։ Հանդիպես Չաղին։ Հիմա պետք է մտածեն, թե ինչ արժի անել։ Ես ինչ են խոսում ես տղեկը։
Օ, նրանք հասկացան, թե ինչու ոչ մի կասկածյալ դնեթը չի համապատասխանում, որովհետև նրանցից յուրաքանչյուրը արել է իր գործի մի մասը։ Դրա համար մատնահետքերը լրիվ տարբեր են։ Որոշեցին բաժանվեն ու գնան էլի հարցաքննումների։ Так, մինուտ մի հատ զանգեմ։ Ալո, հարցաքննեք դրանց։ Նրանք ասում են, որ անձամբ չեն ճանաչում գլխավորին։ Ասում են, որ յուրաքանչյուրի հետ կապվել է առանձին գլխավորը ու յուրաքանչյուրին առանձին առաջադրանքներ ա տվել։ Ու յուրաքանչյուրին $1 միլիոն ա տվել իր գործի համար։ Օրինակ երեխաները թաքնվել ու հետևել են շարժին, այստեղ են մասկիրովկա եղել ու հետևել, Մայքը դռներն ա բացել, իսկ պարապած տղեն անվտանգության աշխատողներին ա ոչնչացրել։ Ոստիկանն էլ փաստորեն խփել է այս տղայի գլխին, հետո շոկոլադի կտորը քսել է նրա շուրթերին, այդ պատճառով էլ դնեթի թեստը համապատասխանեց այդ տղայի թքի հետ։ Ինչ լավ ա մտածել, չէ՞։ Ոստիկանա դե գիտի ոնց կեղծի տենց թեստերը։ Ես գիտեմ ինչ անել։ Հարցրա իրանց, թե ով է այդ գլխավորը ու ստիպի, որ ասեն։ Լավ։ Չէ, մեկը ասում են մենք չենք ճանաչում անձամբ։ Բայց ինձ թվում է, որ իրանք չեն խաբում։ Ալո, ման եկեք ուր կարակ, պետքա գտնենք։ Լավ։ Գնում են։ Այս տղուն ես ինչ նամակ երեկով։ Միստր Բիստն ա, ինչ ասում։ Ասում է, որ շուտով իրենք սպանեն։ Հասեք։ Ինչ պետք է անեն։ Գնացեք փրկեք Միստր Բիստին։ Լավ, ձեր խաբարին եմ սպասում, լավ։ 1 hour later. Ահա, զանգեր եկավ։ Ալո, կարծլեք մի բան անեք։ Նամակների միջոցով կարողացել են գտնեն տան հասցեն, որ Միստր Բիստին պահում են։ Լավ, գնացեք դե արագ հանեք նրան այդ տնից, ում եք սպասում, լավ։ Ես էլ հետևում եմ։ Մտնում են տուն։ Միստր Բիստ։